Աթյան ըստ մամուլի դուք կաշվից դուրս եք գալիս, որպեսզի Արգիշտի Մեխակյանը ընտրվի, իսկ Արգիշտի Մեխակյանը կարծեք թե դեպրեսիայի մեջ է, որովհետև մտածում է, որ իր հոր մասին բաներն են հիշեցնում ու իր քարոզարշավը չի ստացվում։ Ընդդիմադիր մամուլն է դեպրեսիայի մեջ, ես այսօր շատ շնորհակալ եմ, որ այս հնարավորությունը եղավ արձագանքելու մամուլի հրապարակումներին, որոնք վերջին օրերին երբեմն թույլատրելի տրամաբանականը եւ ցավոք սրտի նաեւ բարոյականը հատում են, խոսքը վերաբերում է մամուլի նաեւ որոշ գործընկերների, ովքեր պարբերաբար պարոն Մեխակյանին փորձում են այդ հարցը տալով իրենց թվացial վատ իրավիճակում հայտնվելու, այնինչ մեր վերջին հանդիպումն էլ ցույց տվեց, որ այդ գործընկերներն են շատ հաճախ վատ վիճակում հայտնվում։ Մենք վաղ շաբաթում պարոն Մեխակյանի գլխավորությամբ գնում ենք ընտրությունները հաղթելու ճանապարհով, քարոզարշավի առաջին 9 օրը ամփոփել ենք եւ մեր բոլորի տպավորությունը այդպեսին է, քաղաքացիները ջերմ դիմավորում են պարոն Մեխակյանին, մեր թիմին, իսկ այն վերաբերվում է այն ձևակերպմանը, թե ես ինչ եմ անում կամ մամուլում եղած ձևակերպմանը, որ կաշվից դուրս եմ գալիս, ինձ համար առանցքային կարևորություն կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկացած տեխնացուի հաղթանակը եւ ես փորձում եմ նպաստել այդ հաղթանակին, իհարկե օրենքով սահմանված կարգով եւ այդ նպատակով նաեւ երկուշաբթի օրվանից արձակուրդում եմ գնելու երկու շաբաթ հարգելի գործընկերներ, երկու շաբաթ արձակուրդում եմ գտնվելու, որպեսզի միանամ նաեւ վաղ շաբաթում քարոզարշավ իրականացնող մեր թիմին Շատ լավ, ես նախորդ անգամ Դողս գյուղի միջոցառման հետ կապված մեկնաբանություն տվել եմ։ Հարցը տվեցիք գնացիք, ախր ձեզ ինչն էր հետաքրքրում։ Պարոն Խաչատրյան, առաջարկում եմ չպատասխանել հարցերին, քանի ինձ հարցը տվել են չեն գնացել։ Դե որովհետև դուք հարց եք տալիս ինձ Դողսի հետ կապված եւ չեք Ուրեմն ես հրաժարվում եմ պատասխանել ձեր հարցին, որովհետև գործընկերներին ես այդ հարցի պատասխանը մի քանի օր առաջ տվել եմ։ Իսկ դահլիճի դռները ինչի եք փակում լրագրողների։ Մենք դահլիճի դռներ չենք փակել։ Երկու գործընկերներ են ուրեմն ներկա եղել միջոցառմանը, երկուսն էլ հնարավորություն են ունեցել դահլիճից ուրեմն ներկայացնելու ամբողջ միջոցառումը, ավելին մինչև այդ իրենք այդ դահլիճում եղել են, ավելին գործընկերը փորձել էր այդ դահլիճից հետաքրքիր պատկեր ստանալ, պատկերացնելով, որ մենք ընդդիմության պես դահլիճները լցնում ենք այլ տեղից բերած մարդկանցով եւ լցնում ենք դահլիճները, եւ երբ որ համոզվել էր բոլորի հետ շփվելով կամ մեծամասնության, որ այնտեղ վաղարշապատցիներ են, Էջմիածնի տարածաշրջանի բնակիչներ են, ովքեր իրենց կամքով են ներկայացել իրենց նախընտրած տեխնացուի հետ հանդիպմանը, որոշել էր, որ կարելի է պրովոկացիա անել պարոն Մեխակյանի հետ կապված եւ այդ պրովոկացիան էլ քանի որ Ձախողվել էր, կարծում եմ հիմա կքննարկեն նաև դռների փակվել է, օդավորության համակարգի, օդափոխության համակարգի ոչ նորմալ աշխատել է, գուցե լուսավորության եւ այլն եւ այլն։ Եթե ամեն ինչ շատ բան պարոն Խուդասյան Էջմիածնում եւ բոլորը Արգիշտի Մեխակյանի պետք է ընտրեն։ Հայաստանի Հանրապետությունում չկա բնակավայր, որտեղ բոլորը ընտրում են, նույնիսկ երբ որ տեխնացուն միայնակ է մնում, այդ դեպքում էլ 100% ձայն, ես առնվազն 100% ձայնի ականատես չեմ եղել, հետևաբար այնպես չի, որ բոլորը պարոն Մեխակյանին են ընտրելու եւ մեր ակնկալիքն հաղթելու համար անհրաժեշտ չի բոլորը ընտրեն, հաղթելու համար անհրաժեշտ է 50+1% ընտրեն եւ մենք վստահ ենք, որ 50+1%-ը վաղարշապատի բնակչության ընտրելու է պարոն Մեխակյանին, իսկ ինչ վերաբերվում է իմ արձակուրդ գնալուն Դա հաստատվել է 1 շաբաթ կամ 10 օր առաջ, ուրեմն կառավարության կայքում դրա մասին կա տեղեկացված եւ ավելին այդ արձակուրդի մի մասը մի օրը ես արդեն անցկացրել եմ, արձակուրդից հետ եմ վերադարձել ազգային ժողովում ներկայացնելու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2026 թվականի բյուջեն եւ հետո շարունակել եմ նաեւ արձակուրդի միացած մասը համատեղ հաջողություն գրանցելու իմ գործընկերների հետ վաղարշապատում։ Պարոն Խուդասյան, իսկ աշխատանքները չեն
տուժի, որ դուք հանուն քարոզարշավի ձեր Աշխատանքները, պարոն Կիրակոսյան, աշխատանքները չեն տուժվի, նախարարը օրենքով սահմանված կարգով ունի արձակուրդի համար անհրաժեշտ օրեր, հանգիստս կտուժի հերթական անգամ, բայց սովոր ենք, որ այս պրոցեսների մեջ գտնվելով շատ հաճախ արձակուրդ ենք վերցնում քարոզարշավներին մասնակցելու ընտրական էսկամեն պրոցեսներին մասնակցելու քննարկում եք առհասարակ վստահությունը ունեիք, որ հաղթելու եք եւ փառախարում եք մեծ այսպես նաեւ ամբողջ խփաներ մասնակցում, բայց ես փառախարի հետ կապված եւ Գյումրիի հետ կապված ընդամենը մի վերլուծական ուրեմն թիվ ասեմ, մենք փառախարում նախորդ ընտրությանն էլ հաղթող չենք եղել եւ Գյումրիում էլ նախորդ ընտրությանը հաղթող չենք եղել եւ դրանից առաջվա ընտրությանն էլ Փարաքարում հաղթող չենք եղել եւ դրանից առաջվա ընտրությանն էլ Գյումրիում հաղթող չենք եղել իսկ մենք դրանից առաջին ընտրություններին հաղթել ենք եւ Խոյում, հաղթել ենք եւ Վաղարշապատում այդ ընտրություններից առաջի ընտրություններին մենք հաղթել ենք էլի եւ Խոյում, էլի եւ Վաղարշապատում ու հակառակը ընդդիմությունը վերջին մի քանի ընտրությունները պարտվել է եւ Խոյում, եւ Վաղարշապատում եւ վստահաբար պարտվելու է նաեւ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում։ Պարոն Խուդատյան, իսկ հնարավոր կոալիցիաներ կամ համագործակցություններ։ Մենք գնում ենք ընտրություններին 50+1 ձայներ ստանալու առանց կոալիցիայով համայնքում իշխանություն ստանձնելու եւ հետեւաբար այդպիսի սցենարներ չենք քննարկում։ ավարտվեց, ես այլ հարց տամ։ Չեն լինի, այդպիսի կարիք չի լինի։ Պարոն Խուդատյան, ինչու եք դպրոցներ եւ ճանապարհներ կառուցում, այլ ոչ թե գործարաններ, ասում է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, դե պակասվում։ Որովհետեւ մենք գործարաններ կառուցելու լիազորություններ մեր նախարարությունը չի ունեցել Հայաստանի պատմության որևէ ժամանակահատվածում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը գործարան չի կառուցել, այլապես այս նախարարությունը կլիներ տարածքային կառավարման եւ օրինակ գործարանաշինության նախարարություն։ Բայց երբ դուք լսեցիք, որ քննադատության է արժանանում դպրոց ճանապարհ կառուցելը, զարմանք ստացա, որովհետեւ գործարաններում, որոնք պիտի կառուցվեն մասնավորների կողմից, պիտի աշխատեն այն մարդիկ, ովքեր դպրոցներում պատշաճ կրթություն են ստացել, մանկապարտեզներում պատշաճ նախադպրոցական կրթություն են ստացել, հույս ունեմ, որ նաև բուհերում պատշաճ ուրեմն կրթություն են ստացել եւ գործարաններ կմտնեն որպես լավ մասնագետներ։ Բայց նա մեկ դպրոցի օրինակով է, բեր Մեդովկա, հա, գյուղը կարծեմ, ասում է ինչու եք $2 միլիոն այնտեղ ծախսել, որովհետեւ Մեդովկայի Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերի, Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի երեխաները արժանի են լավ դպրոցներում, լավ կահավորված դպրոցներում, նորակառույց, հարմարավետ, ապահով դպրոցներում, լաբորատորիաներով եւ այլ գույքով հագեցած դպրոցներում կրթություն ստանալու։ Նա ասում է այնտեղ 6 առաջին դասարանցի կա եւ ասում է կարելի էր օրինակ ոչ թե նոր դպրոց կառուցել, այլ վերանորոգել եղածը եւ այդքան մեծ գումար չծախսել։ Այն բոլոր տեղերում, որտեղ մենք դիտարկում ենք դպրոցների վերանորոգումը, հիմնվում ենք բոլոր դեպքերում գոյություն ունեցող շենքի ուրեմն տեսակի եւ սեյսմիկ եզրակացության վրա եւ այնտեղ որտեղ հնարավոր է հիմնանորոգել դպրոցները մենք այնտեղ հիմնանորոգում ենք այնտեղ որտեղ հնարավոր չի հիմնանորոգել դպրոցները եւ անհրաժեշտություն կա կառուցել նոր դպրոցներ մենք այնտեղ կառուցում ենք նոր դպրոցներ պնդելով որ Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաները արժանի են լավ կրթություն ստանալու, լավ միջավայրում կրթություն ստանալու, որակյալ եւ բազմակողմանի կրթություն ստանալու։ Կներեք, այդ դեպքում ինչու կառավարության այս չէ նախորդ նիստի ժամանակ որոշվեց Վայոց ձորում մի դպրոցը միացնել մյուսին, համայնքների անունները կարծեմ դուք կհիշեք։ Չեմ կարող, ինֆորմացիան չունեմ, ըստ երևույթի նիստին էլ չեմ մասնակցել։ Մեր նախագիծը, այսինքն մեր նկատի ունեք տարածքային կառավարման եւ շատ լավ, ես եմ եղել զեկուցող, ես տենց հարց չեմ զեկուցել, բայց խոսքն տալիս կծանոթանամ կասեմ, որտեվ մեծ հավանականությամբ մեր նախարարությունը այդտեղ գործառույթ չպիտի ունենար։ Այդ տեսնում եք, զարմացրեցիք։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը նաև քանի որ ձեր ոլորտն է էներգետիկայի Հարգելի գործընկերներ, մեր ոլորտը էներգետիկայի
ապահովելն է մեր ոլորտը, էներգետիկայի քաղաքականությունը ապահովելն է եւ մեր ոլորտը էներգետիկ ենթակառուցվածքների լավ վիճակը ապահովելն է։ Հետևաբար հարցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում է, կարծում եմ այդ հարցը նաեւ օրեր առաջ պարոն Մեսրոպյանին տալու եւ պատասխան ստանալու հնարավորություն ունեցել եք։ Քաղաքական նշանակություն ունի եւ Մենք որոշում ենք էներգետիկ ոլորտի քաղաքականությունը, մենք չենք որոշում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները եւ խիստ կասկածում եմ, որ այդ հարցի մեկնաբանությունը այնպիսին է, ինչպես ընդդիմությունն է այդ հարցը մեկնաբանում, բայց ավելի մանրամասն մեկնաբանություն ստանալու համար առաջարկում հարցը ուղղել ոլորտի պատասխանատուներին։ Չեք ցանկանա, որ հիմա հոսանքի գինը իջներ։ Նայած ինչի հաշվին է հոսանքի գինը իջնում։ Եթե հոսանքի գինը Հարգելի գործընկերներ, եթե հոսանքի գինը, ես այդ հարցին չեմ ուզի անդրադառնալ ինչ-որ մեկի շահույթի համատեքստում, ես կուզեմ հետևյալը ասել, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ցանկացած փոփոխություն լինում է ինչ-որ բանի հաշվին։ Եթե օրինակ մենք շարունակենք ենթադրենք կառուցել 500 կիլոմետրի փոխարեն 1000 կիլոմետր ճանապարհ, դա մեծ հավանականությամբ կլինի դպրոցային ծրագրի շարունակության հաշվին։ Եվ հետևաբար դա եթե էլեկտրաէներգիայի սակագինը ենթադրում է դա իրականացնել ենթակառուցվածքները ավելի մաշելու հաշվին կամ ենթակառուցվածքների զարգացումը արգելափակելու հաշվին, ապա դա այլ հարց է։ Եվ պարոն Խուդատյան, հայտնի է, որ էներգետիկ ոլորտի փոխնախարար չկա, դուք եք համակարգում աշխատանքները եւ եթե հիմա դուք գնում եք 2 շաբաթով արձակուրդ Էներգետիկ ոլորտի աշխատանքները համակարգում են էներգետիկ ոլորտի գործընկերները, համակարգում է նախարարը, համակարգում է էներգետիկ համակարգի օպերատորը, ոլորտային մասով համակարգում են ոլորտային առանձին պատասխանատուները, համակարգում են էներգետիկայի վարչության գործընկերները, այսինքն էներգետիկ ոլորտը չի համակարգվում մի անձի կողմից եւ հետեւաբար մի անձի բացակայությունը հիմա եթե փոխնախարար չունենք այդ գծով դուք էլ ասել եք որ մենք դուք եք այդ Պանկերկոսյան մենք նախարարությունը վերջին ամիսների ընթացքում ուրեմն համալրել ենք բանիմաց գործընկերներով, ովքեր անխափան իրականացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի համակարգումը եւ էներգետիկ ոլորտի աշխատանքը։ Շնորհակալություն։ Փոխնախարար չունենք, առաջիկայում կունենանք։ Այո, առաջիկայում կունենանք։